Հարգելի գործընկերներ, սիրելի աշակերտներ։ Այսօր մենք եզրափակում ենք ևս մեկ ուսումնական տարի։ Լի աշխատանքով, դժվարություններով, բայց նաև բազմաթիվ ձեռքբերումներով։ Այսօր հրաշալի հնարավորություն է վերանայելու մեր անցած ուղին, արժևորելու միասնական ջանքերն ու նշելու լավագույններին։ Նախ իմ խորին շնորհակալությունը ուզում եմ հայտնել մեր մանկավարժական անձնակազմին, բարձր պատասխանատվությամբ և նվիրումով իրականացրած աշխատանքի համար։ Դուք չեք պարզապես փոխանցում գիտելիք, դուք ձևավորում եք սերունդներ, կերտում եք արժեհամակարգ ու նպաստում անձի ամբողջական զարգացմանը։ Ձեր նվիրումն ու ստեղծագործական մոտեցումները դպրոցին ուժ ու վստահություն են ներշնչում։ Այս ուսումնական տարում մենք ունեցել ենք մանկավարժներ, ովքեր իրենց նախաձեռնություններով, հեղինակային ծրագրերով, նորարարական մեթոդներով և աշակերտների հետ գրանցած բարձր արդյունքներով դարձել են դպրոցի վարկանիշի ամրապնդման կարևոր կերտողներ։ Շնորհակալ ենք ձեզ այդ նվաճումների համար։ Սիրելի աշակերտներ, ձեր ամենօրյա ջանքերը, ձեր հետաքրքրությունը, ձեր հաղթանակներն ու ձգտումները մեր դպրոցի կյանքի շարժիչ ուժն են։ Այս տարի դուք փայլել եք տարբեր ոլորտներում, առարկայական օլիմպիադաներից մինչև մարզական մրցույթներ, գիտական նախագծերից մինչև մշակութային միջոցառումներ։ Ձեր հաջողությունները ոչ միայն անհատական ձեռքբերումներ են, այլև մեր ամբողջ դպրոցի հպարտությունն ու առաջընթացի վկայությունը։ Այս միջոցառման ընթացքում մենք սիրով կհանձնենք շնորհակալագրեր այն մանկավարժներին ու սովորողներին, ովքեր տարվա ընթացքում աչքի են ընկել մասնագիտական նվաճումներով, պատասխանատվությամբ և գրանցած հաջողություններով։ Թող գալիք ուսումնական տարին ևս լինի համագործակցության, հաջողությունների և զարգացման տարի։ Շնորհակալություն բոլորիդ ձեր նվիրվածության, միասնության և առաջընթացին միտված աշխատանքի համար։ Շնորհակալություն և բարի ընթացք միջոցառմանում։ Աշակերտներ, ծնողներ և հյուրեր։ Այսօր մեր դպրոցի սրահը լցվել է կայնան պայծառությամբ և ուրախությամբ։ Տարվա ավարտը պարզապես օրացուցային անցում չէ։ Այն նշանակում է մի կարևոր հանգրվան, ձեռքբերումների, աճի և կրթական ճանապարհի ամփոփման պահ։ Մենք հավաքվել ենք ոչ միայն արձանագրելու անցած ուսումնական տարվա ավարտը, այլ նաև արժանին մատուցելու նրանց, ովքեր իրենց սրտացավությամբ, ջանասիրությամբ ու նվիրումով առանձնացել են դպրոցի առօրյայում և այս ուսումնական տարվա ընթացքում ունեցել են հանրապետական և միջազգային մակարդակում գրանցված ձեռքբերումներ։ Այս բեմից հնչելու են շնորհակալական խոսքեր, տրվելու են շնորհակալագրեր և հնչելու են անուններ, որոնք արժանի են ճանաչման ու հպարտության։ Եկեք այսօր միասին շնորհակալություն հայտնենք մեր ուսուցիչներին, համբերությամբ և իմաստությամբ լի աշխատանքի համար, մեր աշակերտներին ակտիվ մասնակցության և առաջադիմության, իսկ ծնողներին անսահման աջակցման ու սիրո համար։ Թող այս օրը դառնա ոգեշնչող մի պահ, շարունակելու նոր ուժով, նոր նպատակներով ու հավատով լի։ Թող մեր սրտերում միշտ վառ մնան այս դպրոցի մասին հիշողությունները և որպես հիմնաքար ապագա հաղթանակների համար,
Ուստի սկսենք այս գեղեցիկ միջոցառումը ամփոփելով 1 տարի սովորելու, ստեղծագործելու, բացահայտելու և միասին աճելու ճանապարհը։ Մարդու մարմնի, մտքի և ոգու միասնությունն է, իսկ մարտարվեստը կարատե ավելին է, քան պարզապես սպորտ։ Դա կարգապահության, հարգանքի, ինքնատիրապետման և ներքին հավասարակշռության ճանապարհ է։ Կարատեն սովորեցնում է պաշտպանվել, բայց ոչ հարձակվել, հաղթել, բայց առաջին հերթին ինքդ քեզ։ Մեր դպրոցում կան աշակերտներ, ովքեր տարիներ շարունակ նվիրված են այս արվեստին։ Նրանք իրենց ուժը չափում են ոչ թե մրցակցի, այլ իրենց նախորդ օրը եղած եսի հետ։ Նրանք կարատեն ապրում են ոչ թե որպես մարզաձև, այլ որպես արժեհամակարգ։ Այս անվանակարգով մենք ցանկանում ենք առանձնացնել մեր ամենաուժեղ կամքով, կենտրոնացած ու նվիրված կարատեականների, ովքեր մարզադահլիճում քրտնաջան աշխատանքով կոփել են ոչ միայն մարմինը, այլև բնավորությունը։ Ռոլանդ Սոսի Խաչատրյան, Վոլոդիա Գարիկի Կիրակոսյան, Բաղնակի մեդալակիրներ, որոնց հարվածը ճշգրիտ է։ Նրանք վերջերս մասնակցեցին Վրաստանում միջազգային մրցույթի, գրավելով առաջին և երրորդ պատվավոր հորիզոնականները։ Սարգիս Մեխակի Բարսեղյան, Նորայ Խաչիկի Սարգսյան, Էրիկ Գարիկի Կիրակոսյան, Նորիկ Գևորգի Գասպարյան, Ռուստամ Զոհրաբի Մինասյան, Արա Արտակի Գաբրիելյան,
Գաբրիելյան։ Նրանք ապացուցում են, որ իսկական մարտիկը տարբերվում է ոչ թե ուժով, այլ ներքին հավասարակշռությամբ։ Նրանք Երևանում մասնակցել են հանրապետական մրցույթի, գրավելով առաջինից երրորդ հորիզոնականները։ Այս սաները գիտեն, հաղթանակը ծնվում է համառությունից, իսկ արժանապատվությունը մարզադահլիճում ձայներ չանող աշխատանքից։ Շնորհակալ ենք նրանց մեր դպրոցի սպորտային պատիվը բարձր պահելու համար։ Թող ձեր ոգին միշտ վառ մնա, ճանապարհը հստակ եւ հաղթանակներն արժանապատիվ։ Մենք հպարտ ենք ձեզանով։ Մրցանակը կհանձնի Գեղարքունիքի մարզի Այգիկենդո կարատեի նախագահ Արաքս Մարգարյանը։ Գոլան Սոսի Խաչատրյան։ Վոլոդյա Գարիկի Կիրակոսյան։ Սարգիս Մեխակի Բարսեղյան։ Նորայր Խաչիկի Սարգսյան։ Էրիկ Գարիկի Կիրակոսյան։ Նորիկ Գևորգի Գասպարյան։ Ռուստամ Զորաբի Միսակյան։ Արա Արտակի Գաֆրելյան։ Դավիթ Աշոտի Գաֆրելյան։ Երկու խոսքով շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Գանձակի թիմի շնորհակալություն տնօրեն Տիկին Ասմիկ Եղազարյանից մեր սաներին աջակցելու, ողջևորելու համար ես ինքս իմ դպրոցի սանն եմ, հպարտությամբ եմ կրում այդ պատիվը անունը։ Միշտ բարձր ենք պահելու մեր հայոց եռագույնը, յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր վայրում հնչեցնելու ենք մեր օրերը։ Արվեստը խոսում է այնտեղ, որտեղ բառերը լռում են։ Մեր դպրոցի պատերն ու սրահներն հաճախ զարդարվում են փոքրիկ ու մեծ գլուխգործոցներով, որոնք ծնվում են աշակերտական տաղանդով լի հոգուց։ Նրանց վրձինը պարզապես գույն չի թողնում թղթի վրա, այն պատմում է երազանքների, մտորումների, երբեմն նաև ներաշխարհի ամենախոր գաղտնիքների մասին։ Այս անվանակարգում մենք ցանկանում ենք առանձնացնել այն աշակերտներին, ովքեր ոչ միայն սեր ունեն նկարչության հանդեպ, այլև իրենց տաղանդը զարգացրել են պատասխանատվությամբ, համառությամբ և սրտացավորեն նվիրումով, ովքեր մասնակցել են միջազգային մրցույթներին, դառնալով լավագույնները։ Եվ այսպես, շնորհակալագրով և դպրոցի հատուկ գնահատանքով պարգևատրվում են Դիանա Համլետի Հովհաննիսյան, ստացավ Գրանպրի մրցանակը։ Art Music միջազգային մրցույթում դարձավ մրցանակակիր։ Նրա նկարներում կյանքը խաղում է գույներով, իսկ բնության շունչը գրեթե շոշափելի է։ Հաջորդ մրցույթը լինելու է Դուբայում, որին ևս մասնակցելու է մեր գեղեցկուհին։ Միլենա Արմանի Կարապետյան, Օֆելիա Մեխակի Բարսեղյան, Իգնատ Արմենի Գաբրիելյան, համարձակ գծերով, խորիմաստ կոմպոզիցիաներով և նրբաճաշակ ոճով աչքի ընկնող ստեղծագործողներ, որոնց նկարներն ուղարկվել են Արգենտինա ցուցահանդեսում ներկայացվելու համար։ Նոնա Սոսի Ասատրյան, Աննա Գևորգի Գասպարյան, Էլիզա Հրայրի Հարությունյան, Անիկա
Հովիկի Մարգարյան, Աննա Մեհրապի Բասերյան, Անահիտ Արայիկի Հարությունյան, Սյուզի Գարեգինի Սարիբեկյան, Կարինա Արմենի Գևորգյան, Դիանա Գորի Հակոբյան, Մերի Գարեգինի Սարիբեկյան, Նրանց կարելի է անվանել լույսի վարպետներ, քանզի իրենց նկարներում միշտ կա լույսի մի շող։ Նրանք մասնակցել են Art Music միջազգային մրցույթ փառատոնին, գրավելով պատվավոր հորիզոնականներ և դարձել են դիպլոմատիրներ։ Շնորհակալություն մեր ստեղծագործաներին, իրենց արվեստով մեր օրը լուսավորելու և դպրոցի մշակութային դեմքն ավելի գունեղ դարձնելու համար։ Թող վրձինը երբեք չլռի, իսկ գույները երբեք չբավականանան։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք։ Մրցանակը կհանձնի Գանձակի մշակույթի տան տնօրեն Բալասան Ղարիբյանը։ Միլենա Կարապետյան, տրվում է Օվելիա Բասերյանի, տրվում է Իգնատ Գարքելյանի, տրվում է Նոնա Ասատրյանի, տրվում է Աննա Գասպարյանի, տրվում է Էլիզա Հարությունյանին, տրվում է Ալիտա Մարգարյանին, տրվում է Աննա Բարսեղյանին, տրվում է Անահիտ Հարությունյանին, տրվում է Սյուզի Սարիբեկյանին, և վերջինը տրվում է Կարինա Գևորգյանին։ Արդից օգտվելով ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում Գանձակի առաջին դպրոցին, Պիտեմս Տիկին Եղայզարյանին, համագործակցված աշխատանքի և մեր երեխաներին ցուցաբերած օժանդակության համար։ Մենք ունենք շատ տաղանդավոր երեխաներ, որոնց պետք է թևեր տալ, օգնել, օժանդակել, որպեսզի ավելի բարձր տեղեր նվաճեն, ավելի շատ արդյունքի հասնեն։
տրամաբանության ու ճշգրտության բարձրագույն արտահայտությունը։ Դա այն գիտությունն էր, որ սովորեցնում է մտածել, վերլուծել, պատճառաբանել և լուծել։ Մեր դպրոցում կան աշակերտներ, ովքեր մաթեմատիկան չեն ընկալում որպես սովորական առարկա։ Այն նրանց համար հանելուկների, բացահայտումների և մտավոր արկածների աշխարհ է։ Նրանք միշտ պատրաստ են նոր փորձության, նոր խնդիր, նոր տեսություն լուծելու։ Ուստի այսօր մենք հպարտանում ենք այն աշակերտներով, ովքեր իրենց տրամաբանական մտածողությամբ, վերլուծական հմտությամբ և թվերի հանդեպ անկեղծ սիրով արժանացել են մեր դպրոցի երախտագիտությանը։ Նարեկ Արմենի Կիրակոսյան, որին երբևէ չես տեսնի առանց գրչի և մաթեմատիկայի հետի։ Նրա մոտ ցանկացած խնդիր գտնում էի լուծումը։ Նա մենթալ թվաբանության սուպեր չեմպիոն է միջազգային մակարդակում։ Արևիկ Խաչիկի Հակոբյան, նա միշտ պարտաճանաչ է դասերում, արագաշարժ խնդիրների լուծման մեջ և ձգտող դեպի հաղթանակը։ Լիլիթ Հակոբյան, մասնակցել է Գորիս հանրապետական վիդեոմրցույթի, անցնելով լավագույն տասնյակի մեջ։ Լյովա Արայի Հարությունյան, Գորիս մրցույթի մասնակից, վերլուծական մտքի իսկական տիրապետող, որի շնորհիվ անցել է հանրապետական փուլ, արժանանալով առաջին կարգին։ Թվերը լուռ են, բայց իրենց լեզվով արտահայտում են կարգ, տրամաբանություն և հստակություն։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում այս սաներին դպրոցի մտավոր հիմնասյունը ուժեղացնելու համար։ Թող ձեր ուղեղի խորքերում միշտ լինի մաթեմատիկական պարզություն, իսկ կյանքի բարդ հավասարումները հեշտ լուծվեն։ Շնորհավորում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզանով։ Մրցանակը կհանձնի ուսուցչուհի Աննա Աբրահամյանը։ Շնորհակալագիր տրվում է Նարեկ Արմենի Կիրակոսյանին։ Տրվում է Արևիկ Խաչիկի Հակոբյանին։ Տրվում է Լյովա Արայի Հարությունյանին։ Տրվում է Լիլիթ Արայիկի Հակոբյանին։ Շնորհակալություն եմ բոլորիդ և ցանկանում եմ նորանոր հաջողություններ։
Աշխարհագրությունը պարզապես քարտեզների ուսումնասիրություն չէ։ Այն մեր կապն է աշխարհի հետ, լեռների շունչը, օվկիանոսների շնչառությունը, մայրցամաքների պատմությունն ու բնության լեզուն։ Աշխարհագրությունը սովորեցնում է ոչ միայն իմանալ, այլ հասկանալ, ինչով է ապրում մոլորակը եւ ինչ պատասխանատվություն ունենք մենք մարդիկ։ Մեր դպրոցում կան աշակերտներ, ովքեր աշխարհի գունեղ բազմազանության, բնական երևույթների եւ մարդկային քաղաքակրթության սիրահարներ են։ Նրանք ուսումնասիրում են երկրներ, քաղաքներ, կլիմաներ ու տարածքային օրինաչափություններ հեռանկարային հայացքով։ Այս անվանակարգում մենք պարգևատրում ենք այն սաներին, ովքեր առանձնացել են աշխարհագրության հանդեպ բացառիկ հետաքրքրությամբ, գերազանց առաջադիմությամբ, երկրաբանական ու բնապահպանական գիտելիքների յուրացման մեջ։ Դավիթ Գեղամի Ստեփանյան Նրա պատասխանները միշտ մանրամասն են, հիմնավորված եւ խորը, լինեն դրանք աշխարհագրական գոտիներ, կլիմայական աղյուսակներ կամ պետությունների տարածքներ։ Նա աշխարհագրություն առարկայից մասնակցել է առարկայական օլիմպիադայի, հասնելով հանրապետական փուլ։ Սիրելի Դավիթ, թող քո հետաքրքրասիրությունը երբեք չսպառվի։ Ճանապարհները միշտ բաց լինեն բացահայտումների համար, իսկ գիտելիքները ծարավ մնան նոր աշխարհագրական հորիզոնների։ Շնորհակալություն քեզ մեր դպրոցի մտավոր քարտեզը հարստացնելու համար։ Մրցանակը կհանձնի դասավանդող ուսուցչուհի Աշխեն Սարգսյանը։ Տրվում է Դավիթ Գեղամի Սարգսյանին աշխարհի գիտական անվանակարգում քարտեզներ ընթերցելու, տարածական կողմնորոշման եւ աշխարհագրական երևույթները խորը վերլուծելու ունակության համար։ Գրականությունն այն կախարդական տարածքն է, որտեղ բառերը դառնում են կամուրջներ սրտից սիրտ, հնչյունները վերածվում են ապրումների, իսկ տողերը հոգու հայելիների։ Գրականությունը բացում է ճանապարհներ, ոչ միայն երևակայության մեջ, այլ նաև մեր ներաշխարհը ճանաչելու։ Մեր դպրոցում սովորում են աշակերտներ, ովքեր բառերի հանդեպ ունեն յուրահատուկ զգայունություն։ Նրանք սիրում են ընթերցել, երբեմն լուռ, երբեմն համարձակ, երբեմն խորը։ Նրանց ընթերցած տողերում խոսում են հույզերը, երազանքներն ու ժամանակակից երիտասարդի մտահոգությունները։ Այսօր մենք պարգևատրում ենք նրանց, ովքեր գրականություն առարկայից մասնակցել են դպրոցական առարկայական օլիմպիադայի եւ հասել հանրապետական փուլ։ Նրանց ուսումնական տարվա ձեռքբերումներն այսօր արդեն արժանի են գովեստի։ Սոնյա Արտակի Հունանյան, Լիաննա Արայիկի Հակոբյան, Նոնա Արտակի Հունանյան, նրանք հանրապետական փուլ են հասել, Նոնան արժանացել է գովասանագրի, իսկ Սոնյան ասմունքի մրցույթում անցել է հանրապետական փուլ, արժանանալով բարձր արդյունքի։ Ստիփան Արմենի Կիրակոսյան, նա մասնակցել է բվիկ ընթերցման մրցույթին և հանրապետական մակարդակում գրավել է երկրորդ հորիզոնականը, ստանալով 100,000 դրամ մրցանակ։ Նաև ճանաչվել է Գավառի մարզային գրադարանի տարվա լավագույն ընթերցող։ Թող ձեր գրիչը երբեք չդադարի շարժվել, իսկ ոգեշնչումը միշտ ապրի ձեր ներսում։ Շնորհակալ ենք դպրոցի գրական շունչը կենդանի պահելու համար։ Մրցանակը կհանձնի դասավանդող ուսուցչուհի Մարինե Հովանիսյանը։ Շնորհակալագիրը տրվում է Սոնյա Արտակի Հունանյանին, նվիրվածություն եւ նվաճում անվանակարգում կարում նպատակադրման, մշտապես գիտելիք ձեռք բերելու ձգտման,
ասմունքի բեմում խոսքը զգացմունք ու պատկեր դարձնելու և գիտելիքի նկատմամբ երբեք չմարող ողջունության համար։ Շնորհակալագիրը տրվում է Դիանա Ռայսի Հակոբյանին, ստեղծագործ մտքի արտահայտիչ անվանակարգում գրական կերպարների խոր ըմբռնման, սյուժետային շահկապվածությունների վերլուծության և գրական միտքը արժևորելու կարողության համար։ Շնորհակալագիրը տրվում է Նոնա Արտակի Հունանյանին, առարկայական առաջատար անվանակարգում առարկայական հմտությունների ընդգծված դրսևորման, առարկայական օլիմպիադաներում գերազանց արդյունք ցուցաբերելու, գիտելիքի նկատմամբ պարտաճանաչ վերաբերմունքի, գիտելիքը նպատակ դարձնելու և շարունակական առաջընթաց արձանագրելու համար։ Շնորհակալագիրը տրվում է Սիփան Արմենիկ Յակոսյանին, տարվա գիտակ անվանակարգում տարբեր առարկաներում խորացված իմացության, դրամաբանական մտածողության և պատասխանատու վերաբերմունքի, ինչպես նաև արտերկրում իր երկրի մշակույթը ներկայացնելու, բազմամշակութային երկխոսությանը նպաստելու և փոխըմբռնման արժեքներն ամրապնդելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիս և իհարկե կարծում եմ յուրաքանչյուր ուսուցչի ամենամեծ ձեռքբերումը իր սիրելի սաների հաջողությունն է։ Հպարտ եմ, ողջունում եմ ձեզ։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Իսկ ո՞րն է չափը։ Ո՞վ է սահմանել։ Ո՞վ է այդ չափը չափել ու գտնել։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Իսկ ես ուզում եմ նվիրվել անչափ։ Ուզում եմ տարվել ու սիրվել անչափ, եթե ուրախ եմ ճչալ եմ ուզում, տխուր եմ, անզուզ գլացել եմ ուզում, չեմ ուզում դրվել չափին գեղեցիկ, չափի մեջ ձևված, կեղծավոր մարդիկ ամենուրեք են, չափով են խոսում, չեն անկեղծանում, չափով են ժպտում կամ ուրախանում, ու մտածում են, չէ, շատ ժպտացի, դե երես կտամ, ավել լավ է չափավոր խնդամ, չափավոր ներեմ, չափավոր սիրեմ, հոգնել եմ այդ կեղծ չափից ու ձևից, այդ չափավոր ու անվերջ չափչփող, չափված ու ձևված արարածներից։ Ասում են, թե միանգամից կյանքում ոչինչ չի կատարվում, միանգամից ոչ մի կարպետ չի պատրվում, միանգամից բերդ չի շինվում, ու չի քանդվում միանգամից, միանգամից ձյուն չի գալիս ու չի փչում անգամ քամին, միրգ չի հասնում միանգամից, ուր մնաց թե խելոքանան, զույգ չեն կազմում միանգամից, ուր մնաց թե երեքանան, միանգամից չեն կշտանում, և չեն զգում ջրի կարիք, ոչ այսօր միացյալ դառնում, ոչ էլ վաղն է դառնում կարիք, այս ամենը ճիշտ է, հարկա, հենց այնպես է, ինչպես որ կա, սակայն եթե իմ կյանքի մեջ գետ հարցնեին միանգամից, թե ես ինչ եմ գերադասում, ինչ եմ ուզում կամ երազում, ես կասեի, ինչ լինում է, թող որ լինի միանգամից։ Երաժշտությունը սրտի լեզուն է, երբ բառերը լռում են, հնչում են մեղեդիները, երաժշտությունը կարող է հուզել, քաջալերել, մխիթարել և միավորել, մեր դպրոցում երաժշտությունը ապրում է ոչ միայն դասասենյակներում, այլ սրտերում, ձայներում, նոտաներում ու նվագարանների ստեղնաշարերին։ Այսօր մենք առանձնացնում ենք այն աշակերտներին, ովքեր ձայնով, զգացմունքով և անխոնջ նվիրումով իրենց տեղն են գտել դպրոցի մշակութային կյանքում։ Նրանք ելույթ են ունենում համերգներին, մրցույթներին ու պարզապես ստեղծում են մթնոլորտ երաժշտությամբ լցված։ Նրանք են, ովքեր երբեք չեն մոռանում մի քանի նոտայով պատմել մի ամբողջ ապրում, ովքեր երգում են հոգով, նվագում են հոգեպես ներդաշնակ,
Եվ այս անվանակարգում մենք պարգևատրում ենք նրանց, ովքեր արժանի են կոչվելու մեր դպրոցի երաժշտական տաղանդ։ Ալեն Արմենի Հակոբյան, ունի հիանալի ճաշակ ու տաղանդ, ով Բուլղարիայում, Վրաստանում մասնակցած միջազգային մրցույթներում այս ուսումնական տարում ստացել է Grand Prix մրցանակ, իսկ Եգիպտոսում կայացած միջազգային մրցույթում, որին մասնակցել է օնլայն, գրավել է առաջին հորիզոնականը։ Անգելինա Արմենի Հակոբյան, հմուտ դաշնակահարուհի, ում նոտաներն արդեն իսկ խոսում են, նույնիսկ առանց խոսքի։ Միջազգային մրցույթում առաջին հորիզոնական, համահայկական մրցույթ փառատոն երկրորդ հորիզոնական։ Լիլիա Հայկի Սիրականյան, երգի և բեմի իսկական սիրահար, ում տաղանն արդեն ճանաչում են բոլորը։ Միջազգային մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը։ Մրցանակը կհանձնի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Հասմիկ Ստեփանյանը։ Տրվում է Ալեն Արմենի Հակոբյանին Դուդուկի վարդետ անվանակարգում երաժշտական գործիքին տիրապետելու, ստեղծագործական մտածողության և բազմաթիվ երկրներում Grand Prix մրցանակի արժանանալու համար։ Շնորհակալագիր տրվում է Անգելինա Արմենի Հակոբյանին ինքնարտահայտման սիմֆոնիա անվանակարգում երաժշտության միջոցով զգացմունքները փոխանցելու, երաժշտական գործիքին տիրապետելու, ստեղծագործական մտածողության և բազմաթիվ միջազգային մրցույթներում առաջին կարգի մրցանակի արժանանալու համար։ Շնորհակալագիրը տրվում է Լիլիա Հայկի Սիրականյանին լավագույն երգչուհի անվանակարգում մաքուր ձայնի, ճիշտ տեմբրի, զգացմունքային մատուցման և միջազգային մրցույթներում առաջին կարգի մրցանակի արժանանալու համար։ Ես նույնպես շնորհավորում եմ մեր աշակերտներին, սաներին և մաղթում նրանց բազում հաջողություններ, մրցանակներ, հաջող երաժշտական մրցույթներ։ Սոնյա Արայի Գևորգյան, մասնակցել է Մինորա երաժշտական հանրապետական փառատոնին և դարձել է դիպլոմատիր։ Լեո Արմենի Հովանիսյան, Հաչիկ Հարությունի Թադևոսյան, նրանք իրենց գեղեցիկ դաշնամուրային նոտաներով Artsset միջազգային մրցույթում դարձել են դիպլոմատիրներ։ Նրանք երաժշտություն են ստեղծում ոչ միայն լսելու, այլ ապրելու համար։ Նրանք մեզ հիշեցնում են, թե որքան գեղեցիկ է աշխարհը, երբ այն հնչում է հոգուց եկող մեղեդիներով։ Թող ձեր սրտերում միշտ ապրի երգը, նոտան չդադարի խոսել ձեր մատների տակ, իսկ բեմը երբեք չդառնա միայն հիշողություն։ Շնորհակալություն ձեզ դպրոցում երաժշտության ձայնը բարձր պահելու համար։ Մրցանակը կհանձնի Գանձակի երաժշտական դպրոցի տնօրեն Մարի Սիրականյանը։ Շնորհակալագիր տրվում է Լեո Արմենի Հովանեսյանին նոտաների գիտակ անվանակարգում երաժշտական նոտաներն ազատորեն կարդալու, ստեղծագործական մտածողության և կատարողական հմտությունների համար։ Շնորհակալագիր տրվում է Խաչիկ Հարությունի Թադևոսյանին նոտաների գիտակ անվանակարգում երաժշտական նոտաներն ազատորեն կարդալու, ստեղծագործական մտածողության և կատարողական հմտությունների համար։
շնորհակալագիր տրվում է Սոնյա Արայի Գևորգյանին նոտաների գիտակ անվանակարգում երաժշտական նոտաներին ազատորեն կարդալու ստեղծագործական մտածողության և կատարողական հմտությունների համար։ Շնորհակալություն եմ հայտնում Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժական աշխատակազմին, իդեմս դպրոցի տնօրեն Տիկին Եղազարյանին, պատասխանատվության բարձր զգացումով և մեծ նվիրվածությամբ երեխաներին աշխատանքներ տարվելու համար։ Շնորհակալ եմ ձեզ ձեր քրտնաջան աշխատանքի համար, իսկ մեր երեխաներին ես կմաղթեմ անսպար հաջողություններ և նորանոր հաղթանակներ բոլոր բնագավառներում։ Բացվում են դարմի արեկերերիս բոլոր, ուղարկում է բարևոտ երկրնար, որ իրավին լսենք, կրաշերիս բացենք, ու աշխարի երկովին բարի օրասենք, ինձ միացիր, սիրնան բացիր, այելի մացիր, ուրախ ու երջանի, մերոդիների մեջ հարակավար, այելի եկիր, շտամես ու եկիր, մամուտամես ջնձերքերոն մեզ կգիր, քիթուլով նստա, օրոույս տևեքա, լրվերի վիրան մեզ նստե everyone, happy let us all, let's go kiss everyone, let us take it from where to go everyone, let everybody askup me terani, onech kyorom, yebem baysarareluni, lechakutan hamar, takselekriyakai, mekakri, iskakır beşkasum efar, İzmiyati, sirden basi, ayni mafi, uraku yaşari, melodilerim meşaetkave, ayni yeki, şıkabes u yeki, namukabe cencerkeram betkeki, ayni mafi, uraku yaşari, melodilerim meşaetkave, ayni yeki, şıkabes u yeki, namukabe cencerkeram betkeki. People love the sound, we're always having fun. Let's believe it up, let's just say everyone. Happy let the sun, the sun is up for one. Let us take it from men to for everyone. Everybody, uraku yaşari, melodilerim meşaetkave, ayni yeki, şıkabes u yeki, namukabe cencerkeram betkeki. Լեզուն ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև մշակույթի, մտածողության և հոգու արտացոլումը։ Իսկ ռուսերենը իր հարուստ գրականությամբ, երաժշտական հնչողությամբ և խորհուրդ ունեցող բառապաշարով բացում է մի յուրօրինակ աշխարհ, լի գրական ժառանգությամբ, պատմությամբ և հզոր լեզվական պատկերներով։ Մեր դպրոցում ռուսաց լեզուն սիրով են սովորում աշակերտները։ Նրանք ձգտում են խորապես ընկալել լեզվի կառուցվածքը, խոսքի նրբություններն ու գրական արժեքները։ Նրանք սովորում են խոսել, գրել և ընթերցել խորը ըմբռնմամբ ու պատասխանատվությամբ։ Այս անվանակարգով մենք ցանկանում ենք գնահատել այն աշակերտներին, ովքեր առանձնացել են ռուսաց լեզվի հանդեպ հետաքրքրությամբ, բարձր առաջադիմությամբ, ճշգրիտ խոսքով և գրագետ գրավոր արտահայտությամբ։ Էլեն Արայի Մարգարյան, Խաչի Գրաչիկի Սարգսյան, Մանվել Հայկի Սիրականյան, ովքեր դասին միշտ ակտիվ են, ճշգրիտ գրավոր աշխատանքներում և յուրահատուկ ճաշակով գրականության մեջ։ Մասնակցել են
Помним через года, через վեկա помним շարադրության մրցույթին, որի արդյունքում մեկ շաբաթվող հրավիրվել են Սանկտ Պետերբուրգ իրենց ուսուցչուհու հետ միասին։ Բացի այդ, Էլենը մասնակցել է ռուսական արջուկ մրցույթին, արժանանալով հանրապետական փոթորիկ։ Իսկապես մեծ բան է, կարողանալ տիրապետել մի լեզվին այնպես, որ խոսքը թնչի արտահայտչորեն, հստակ ու վստահ։ Այս աշակերտները դա անում են վարպետորեն։ Բացի այդ, ցանկանում ենք հատուկ խոսք հղել մեր դպրոցի նախկին ուսուցչուհուն։ Ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Տատյանա Անդրեի Հակոբյանին, որպես վաստակավոր մանկավարժ։ Դուք երկար տարիներ սիրով, նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ ծառայեցիք կրթության սրբազան գործին, ձեր հոգու լույսով ու իմացությամբ լցնելով հարյուրավոր սրտեր։ Թեև այսօր դուք ֆիզիկապես չեք ներկայացնում դպրոցը, բայց ձեր բարությունը, ժպիտը, խորհրդածվությունը և բարի հիշողությունները շարունակում են մնալ մեր հոգում։ Շնորհակալ ենք տարիների նվիրումի, հոգատարության և մեր սերունդների դաստիարակման գործում մեծ ներդրման համար։ Մաղթում եմ ձեզ առողջություն, ներքին խաղաղություն և պայծառ օրեր։ Թող ռուսաց լեզվի ձեր իմացությունը դառնա կամուրջ նոր գիտելիքների, նոր մշակույթների ու նոր հորիզոնների։ Շնորհակալություն ձեզ, ձեր ճշտապահ, ուշադիր և ոգևորված մոտեցման համար։ Մրցանակը կհանձնի դասավանդող ուսուցչուհի Ազնիվ Լևոնյանը։ Շնորհակալագիր տրվում է Էլեն Արայի Մարգարյանի ռուսաց լեզվի գիտակ անվանակարգում, ռուսերեն լեզվի նկատմամբ ցուցաբերած նվիրվածության, խոսքի գեղեցկության, գնահատման, ճիշտ շարադրելու և գրական մտածողության համար։ Տրվում է Խաչի Քրաչի Սարգսյանին ռուսաց լեզվի գիտակ անվանակարգում, ռուսերեն լեզվի նկատմամբ ցուցաբերած նվիրվածության, խոսքի գեղեցկության գնահատման, ճիշտ շարադրելու և գրական մտածողության համար։ Տրվում է Մանվել Հայկի Սիրականյանին ռուսաց լեզվի գիտակ անվանակարգում, ռուսերեն լեզվի նկատմամբ ցուցաբերած նվիրվածության, խոսքի գեղեցկության գնահատման, ճիշտ շարադրելու և գրական մտածողության համար։ Շնորհավորում եմ մեր եղյալին և մեր դպրոցի, և մեր համայնքի, և ընդհանրապես մեր հանրապետության պատիվը Ռուսաստանի Դաշնությունում բարձր պահելու համար։ Մեր յուրաքանչյուր աշակերտի հաջողության մեջ ներդրում ունեն ձեզանից յուրաքանչյուրը։ Շնորհակալություն դեպի նոր հաղթանակներ։
պատրաստությանը մենք խոսում ենք ոչ միայն հրամաններին ենթարկվելու մասին, այլ նախ եւ առաջ հայրենասիրությամբ, կարգապահությամբ, պատրաստակամությամբ ծառայելու հայրենիքին։ ՆԶՊ-ն մեզ սովորեցնում է, թե ինչպես լինել ուժեղ, ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգով ու արժեհամակարգով։ Մեր դպրոցում սաները առանձնանում են նախնական զինվորական պատրաստության հանդեպ պատասխանատու եւ գիտակցված վերաբերմունքով։ Նրանք միշտ պատրաստ են, ճշգրիտ են, ուշադիր ինչպես վարժանքի ժամանակ, այնպես էլ դասերում։ Այս անվանակարգով մենք պարգևատրում ենք այն աշակերտներին, ովքեր լավագույնս են տիրապետում նախնական զինվորական պատրաստության հմտություններին եւ իրենց վարքով ու պատասխանատվությամբ օրինակ են մյուսների համար։ Վաչիկ Հայկի Պետրոսյան, Ռոման Վեզիրի Աբրահամյան, Սոնյա Արտակի Հունանյան, նրանք ճշգրիտ, խիզախ եւ միշտ պատրաստ են թե գործնական պարապմունքներին, թե տեսական գիտելիքներին։ Մասնակցել են ԱԻՆ-ի պատանի հրշեջ փրկարարական մարզաձևին եւ անցել հանրապետական փուլ։ Թող ձեր մեջ միշտ ապրի հավատարմությունը հայրենիքին, ուժը արդար գործի համար, իսկ կարգապահությունը ձեր կյանքի ուղեկիցը լինի։ Շնորհակալություն ձեզ նախնական զինվորական պատրաստության արժեքներն անմնացորդ կիսելու համար։ Մրցանակը կհանձնի դասավանդող ուսուցիչ Արտակ Մովսիսյանը։ Դրվում է Վաչիկ Հայկի Պետրոսյանի պատանի հրշեջ անվանակարգում արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու, պատասխանատվությամբ ու կարգապահությամբ աչքի ընկնելու, դիմային աշխատանքի և ծառայության բարձր գիտակցության համար։ Դրում է Սոնյա Արտակի Հունանյանին։ Արցի ձգտվելով ուզեմ շնորհավորեմ ձեզ երեխեք ջան։ Ցանկանում եմ նորանոր հաջողություններ եւ նորանոր հաղթանակներ ապագայում։ Բառը զենք է, բայց երբ այն օգտագործվում է խելացիորեն, հարգալից եւ հիմնավորված, այն դառնում է խելքի ու մշակույթի հաղթանակ։ Բանավեճը սովորեցնում է մեզ լսել, ոչ միայն պատասխանելու, այլ հասկանալու համար։ Այն ձևավորում է մտածողություն, վերլուծություն, գրագետ խոսք եւ առողջ հակադրություն։ Մեր դպրոցում գործում է բանավեճի ակումբ, որը դարձել է խոսքի սիրահարների, ազատ մտածող մարդկանց ու գաղափարների բախման վայր։ Այստեղ ձևավորվում է նոր սերունդ, որ վստահ է իր կարծիքի մեջ, բայց պատրաստ է նաև լսել ու ընդունել այլ ընտրանքային մոտեցումները։ Այս անվանակարգով մենք առանձնացնում ենք այն աշակերտներին, ովքեր աչքի են ընկել բանավեճում ակտիվ մասնակցությամբ, փաստարկված խոսքով, վերլուծական մտածողությամբ եւ բարեկիրթ վարքով։ Նրանք պատիվ են բերում թե ակումբին, թե դպրոցին։ Ռիտա Հովիկի Հովանիսյան, ուժեղ փաստարկներ, հստակ դիրքորոշում, վստահ խոսք։ Նրա ելույթները միշտ կառուցված են տրամաբանորեն ու կառուցողական։ Նա հանրապետական փուլում ներկայացրեց մեր դպրոցը։ Խոսքի ուժն այն է, երբ այն ծառայում է ճշմարտությանը։ Այս աշակերտը ոչ միայն խոսում է գեղեցիկ, այլև մտածում է խորը։ Եվ նա ապացուցում է, որ դպրոցը նաև կարծիք ձևավորելու, այն հիմնավորելու եւ հարգալից ներկայացնելու դաստիարակման վայր է։ Մրցանակը կհանձնի Բանավեճի ակումբի ղեկավար եւ դասավանդող ուսուցչուհի Մանուշակ Կուտուզյանը։ Տրվում է Բանավեճի ակումբի մասնակից Ռիտա Հովիկի Հովանիսյանին,
սուր միտք, սուր խոսք անվանակարգում լավագույն ճանաչվելու, ինչպես նաև ուսումնական տարվա ընթացքում հետաքրքիր նախաձեռնություններով հանդես գալու համար։ Շնորհակալ։ Աշխարհն այսօր բաց է, եւ մենք այն նոր սերունդն ենք, ովքեր պետք է կարողանան տեսնել մեզանից դուրս գտնվող աշխարհը հետաքրքրությամբ ու պատրաստակամությամբ։ Փոխանակման ծրագրերը տալիս են այդ հնարավորությունը, բացահայտելու նոր մշակույթներ, նոր լեզուներ եւ նոր հորիզոններ։ Մեր դպրոցի որոշ աշակերտներ պատիվ են ունեցել մասնակցելու տարբեր միջազգային կրթական ծրագրերի, արժանապատվորեն ներկայացնելով թե մեր դպրոցը եւ թե Հայաստանը։ Նրանք բացել են իրենց աշխարհայացքը, բարեկամացել են ուրիշ ազգերի հասակակիցների հետ, կիսվել մեր մշակույթով եւ վերադառնալով բերել նոր գիտելիք, փորձ եւ ոգեշնչում։ Այս անվանակարգով մենք գնահատում ենք այն աշակերտներին, ովքեր միջազգային փոխանակման ծրագրերում հանդես են եկել որպես կրթության, փոխըմբռնման եւ խաղաղ երկխոսության դեսպաններ։ Միլենա Հարությունյան, մասնակցել է Erasmus+ ծրագրին Լեհաստանում, ներկայացրել մեր մշակույթը, կիսվել իր հայացքներով եւ վաստակել նոր բարեկամներ ողջ Եվրոպայից։ Սիփան Կիրակոսյան, փոխանակման ծրագրով մեկնել է Հունգարիա, ներկայացնելով ոչ միայն մեր դպրոցը, այլև ողջ Հայաստանը, արժանանալով հիացմունքի ու բարեմաղթանքների։ Նրանք վերադարձել են ոչ միայն գիտելիքով, այլև վստահությամբ, որ կարող են շփվել աշխարհի հետ, կառուցել կամուրջներ եւ նպաստել ավելի լավ ապագայի։ Թող ձեր ճանապարհները միշտ բաց լինեն, ձեր հայացքը միշտ լայն լինի եւ ձեր սրտում միշտ ապրի Հայաստանը, ուր էլ որ լինեք։ Շնորհակալ ենք ձեզ աշխարհին Հայաստանի մասին պատմելու համար։ Մրցանակը կհանձնի տնօրենի տեղակալ Արևիկ Սիմոնյանը։ Շնորհակալագիր տրվում է երիտասարդական փոխանակման ծրագրերին ակտիվ մասնակցած Միլենա Հարությունյանին, մշակութային կամուրջ անվանակարգում, ոչ ֆորմալ միջավայրում սեփական փորձով եւ մշակութային առանձնահատկություններով կիսվելու համար։ Profissão das minas é... Profissão das minas é...
das minas Ուսուցիչն ավելին է, քան մասնագետ։ Նա առաջնորդ է, ոգեշնչող, երբեմն մտքի հայելի, երբեմն հոգու ուսուցիչ։ Նա խոսում է բառերով, բայց սովորեցնում օրինակով։ Ուսուցչի սիրտը միշտ բաժանված է բազմաթիվ սաների միջև, իսկ հոգնածությունը երբեք չի խանգարում սիրուն։ Այսօր մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նրանց, ովքեր տարիներ շարունակ իրենց ջերմությունն ու գիտելիքը փոխանցել են սերունդներին, համբերատարությամբ, հավատով և երբեմն նաև անձնվիրությամբ։ Նրանք ձևավորվում են մտածողություն, արժեքներ, մարդկայնություն։ Մենք ուզում ենք առանձնացնել մեր դպրոցի այն ուսուցիչներին, ովքեր այս ուսումնական տարում աչքի են ընկել առանձնահատուկ նվիրումով, նորարարական մոտեցումներով, սաների սրտերում և գրականության մեջ խորը հետ թողնելու կարողությամբ։ Աշխեն Նորիկի Սարգսյան։ Նրա դասերը հմայիչ են իրենց պարզությամբ, խորությամբ և մարդկային տոնով։ Նա սեր է սերմանում իր առարկայի, իր աշակերտների և կյանքի հանդեպ։ Նրա աշակերտները աշխարհագրություն առարկայի օլիմպիադաներից միշտ հասնում են հանրապետական փուլ։ Նա դպրոցի կամավոր ատեստավորված լավագույն մասնագետներից է։ Մարինե Սամվելի Հովանիսյան։ Տարիներ շարունակ անսահման նվիրումով ու խնամքով պահպանվում է մեր մայլենի լեզվի արժանապատվությունը։ Նրա յուրաքանչյուր դաս լեզվի հետ զրույց է, մշակույթի հանդեպ խոնարհում, գիտելիքի ճշգրտություն։ Նա մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաժողովին, հանդես է եկել գրականագիտության հանրամատչելիացումը և ուսուցման հիմնախնդիրները զեկույցով, ստացել վկայական, ուսումնական տարում մասնակցել է կամավոր ատեստացիայի և գրացել գերազանց արդյունք։ Մանուշակ Ալբերտի Կուտուզյան։ Նրա դասերը չեն սահմանափակվում քերականությամբ կամ շարադրությամբ, դրանք ճաշակ են ձևավորում, խոսք լցված իմաստով, միտք ձևավորված նրբությամբ։ Նա չի ուղղում միայն սխալները, նա ուղղում է խոսքի ընթացքը, դարձնելով այն պարզ, մաքուր և արժանավայել։ Նա Երգ Հայաստանի Բանկ հայրենասիրի գրքի համահեղինակ է, Բանավեճի ակումբ խմբակի ղեկավար, ուսումնական տարում մասնակցել է կամավոր ատեստացիային և գրանցել բարձր արդյունք։ Խորեն Սուրիկի Վարդանյան։ Նա դասին մոտենում է ոչ միայն գիտական պահանջկոտությամբ, այլև մարդկային հոգատարությամբ։ Նրա մոտ մաթեմատիկան երբեք վախեցնող չէ։ Նրա դասարանում թվերը ապրում են, հավասարումները դառնում են խաղ, իսկ խնդիրները մտքի հաղթանակի հնարավորություններ։ Ուսումնական տարում մասնակցել է կամավոր ատեստացիային և գրանցել հրաշալի արդյունք։ Արուս Գվիդոնի Սիրականյան։ Այսօր
երբ աշխարհը զարգանում է վայրկյան առ վայրկյան, երբ տեխնոլոգիան օրեցօր փոխում է մեր մտածողության եւ հաղորդակցության ձևը, դպրոցում էլ կա մի անձնավորություն, ով սերունդներին կապում է այս նոր իրականության հետ, վստահությամբ, գիտելիքով եւ հստակությամբ։ Ուսումնական տարում մասնակցել է կամավոր ատեստացիային եւ գրանցել գերազանց արդյունք։ Արտակ Աշոտի Մովսիսյան։ Հարյուրավոր աշակերտների կյանքի ուղեկից, ով միշտ տեսնում է ավելին, քան գնահատականը։ Նրա ուսուցչությունը հոգու դաստիարակություն է։ Նրա ջանքերով աշակերտները Այինի պատանի հրշեջ փրկարարական մարզաձևում անցել են հանրապետական փուլ։ Մետաքսիա Ռուշանի Սարգսյան։ Դպրոցի ձեռքբերում, ով բոլոր միջոցառումները լցնում է իր ներկայությամբ։ Մրցանակը կհանձնի Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Եղազարյանը։ Շնորհակալագիր տրվում է Արուս Գվիդոնի Սիրականյանին տարվա լավագույն ուսուցիչ անվանակարգում բարձրագույն մասնագիտական արժանիքների, մարդկային գովելի նկարագրի, մանկավարժական նվիրումի և կամավոր ատեստավորման փայլուն հաղթահարման համար։ Շնորհակալագիր տրվում է Աշխեն Նորիկի Սարգսյանին տարվա լավագույն ուսուցիչ անվանակարգում բարձրագույն մասնագիտական արժանիքների, մարդկային գովելի նկարագրի, մանկավարժական նվիրումի և կամավոր ատեստավորման փայլուն հաղթահարման համար։ Շնորհակալագիր տրվում է Արտակ Աշոտի Մովսիսյանին տարվա լավագույն ուսուցիչ անվանակարգում բարձրագույն մասնագիտական արժանիքների, մարդկային գովելի նկարագրի, մանկավարժական նվիրումի համար։ Շնորհակալագիր տրվում է Մանուշակ Ալբերտի Կուտուզյանին տարվա լավագույն ուսուցիչ անվանակարգում բարձրագույն մասնագիտական արժանիքների, մարդկային գովելի նկարագրի, մանկավարժական նվիրումի և կամավոր ատեստավորման փայլուն հաղթահարման համար։ Շնորհակալագիր տրվում է Մարինե Սամվելի Հովհաննիսյանին տարվա լավագույն ուսուցիչ անվանակարգում բարձրագույն մասնագիտական արժանիքների, մարդկային գովելի նկարագրի, մանկավարժական նվիրումի և կամավոր ատեստավորման փայլուն հաղթահարման համար։ Տրվում է շնորհակալագիր Խորեն Սուրիկի Վարդանյանին տարվա լավագույն ուսուցիչ անվանակարգում բարձրագույն մասնագիտական արժանիքների, մարդկային գովելի նկարագրի, մանկավարժական նվիրումի և կամավոր ատեստավորման փայլուն հաղթահարման համար։ Եվ շնորհակալագիր տրվում է Մետաքսիա Ռուշանի Սարգսյանին, ես վստահ եմ, որ բոլորն են հաստատ համաձայն, մեծագույն ձեռքբերում անվանակարգում դպրոցական կյանքի ամեն փուլում ուսուցիչներին անշահախնդիր աջակցություն ցուցաբերելու, միջոցառումները գունեղ դարձնելու, համագործակցային ոգու տարածման և դպրոցի նկատմամբ անսահման նվիրումի համար։ Շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ շնորհակալագրի արժանացած և աշակերտներին և ուսուցիչներին, շնորհակալ եմ բոլորին անսահման նվիրումի, ազնիվ աշխատանքի,
սիրո համար։ Շնորհավորում եմ բոլորին, շնորհակալ եմ բոլորից, ովքեր չստացան այսօր շնորհակալագրեր եւ ունեն իրենց ներդրումը ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, մեծ թե փոքր։ Շնորհակալություն։ Սիրելի ուսուցիչներ, դուք եք այն լույսը, որն ուղեկցում է մեզ մեր կյանքի ընթացքում։ Դուք եք այն մեծ տան հիմնաքարը, որն անվանում ենք կրթություն։ Թող ձեր ջերմ ձեռքը ուղեկցի սերունդներին, ձեր խոսքը թող երբեք չկորցնի իր ուժը, և ձեր սրտերը թող երբեք չձանձրանան սիրել։ Շնորհակալ ենք ձեզ մեզ մարդ դարձնելու համար։ Ահա ևս մեկ ուսումնական տարի անցավ։ Այն տարավ իր հետ դպրոցական բազմաթիվ հիշողություններ, ժպիտներ, դժվարություններ, հաջողություններ ու բացահայտումներ։ Մենք այսօր ոչ միայն ամփոփեցինք տարին, այլ նաև կրկին համոզվեցինք, որ գիտելիքի ճանապարհը երբեք չի ավարտվում։ Մեր դպրոցի պատերի մեջ ձևավորվում է անհատի ինքնությունը, կերտվում է քաղաքացու կերպարը, եւ մենք հպարտ ենք, որ յուրաքանչյուր աշակերտ մեծից փոքր իր լուման ունի այս հարուստ կրթական համայնքի կառուցման գործում։ Սիրելի աշակերտներ, վստահ եղեք, որ ձեր տաղանդը, աշխատասիրությունը կտան իրենց բարի պտուղները, եւ դուք, սիրելի ուսուցիչներ, ձեր սերմանած գիտելիքն ու հոգատարությունը շարունակելու եք աճեցնել սերնդե սերունդ։ Եվ այսպիսով հայտարարում ենք ուսումնական տարվա ամփոփիչ միջոցառումը փակ